ինչի ժամանակ տրամադրենք բարձրագույն կրթություն ստանալու, ինչ դեր ունի ուսանողը համալսարանում։ Շատ փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում։ Կան մտավախություններ, որ չեն հաղթահարի դասերի հետ։ Բարձրագույն կրթությունը խոցելի չէ, կա նաև մենթալիտետի խնդիր։ Ժամանակ հենց այդ կարծիքներն են բացասաբար ազդում։ Ինչ պահանջներ ունի ուսանողը։ Կարծում եմ մենք եւս պետք է տանք այն, ինչ որ կարող ենք։ Ընտրում են երբեմն հարկադրված, եթե ուսանողը բախվում է որևէ խնդրի հետ, որի դեպքում կարծում է ոտնահարվել են իր իրավունքները, կա ցանկություն, որը ամենակարևոր շարժիչ ուժն է։ Կրթությունն այսօր ոդկասթի եթերում տաղավարում զրուցելու եմ Շիրակի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Լաուրա Սահակյանի հետ։ Լաուրա, ողջույն։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ քո զբաղված առօրյայում ժամանակ կտար եւ մասնակցում ես հիմա մեր ոդկասթին։ Շնորհակալ եմ շատ, ես եւս շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ մեծ սիրով եւ մեծ ողջավորությամբ եմ ձեզ այցելել։ Լաուրա ջան, մի փոքր կուզեի դու քեզ ավելի լավ ներկայացնես, թե ինչ մասնագիտությամբ ես սովորում եւ ընտրությունդ ինչպես կանգնեց հենց Շիրակի պետական համալսարանի վրա։ Շատ լավ, սովորում եմ հայոց լեզու եւ գրականություն մասնագիտությամբ, ինչպես արդեն նշեցիք 3-րդ կուրսում։ Հասարակական ակտիվությամբ եմ զբաղված, երիտասարդական ակտիվիզմով։ Նաև գիտեմ, որ ուսանողի մեջ ես դու։ Ուսանողական խորհրդի մեջ եմ, շատ ակտիվ անդամ եմ։ Ինչպես նշեցի, զբաղվում եմ ակտիվիզմով, հասարակական ակտիվությամբ, մասնակցում եմ ամենատարբեր ծրագրերին, թե կրթական, թե հասարակական, քաղաքական, ինչպես նաև իսկ ՇՊՀ-ն ընտրել եմ, քանի որ ինքը մեր մարզի մայր բուհն է, եւ քանի որ իմ մասնագիտությունը, որը որ ես ընտրել եմ, հենց ՇՊՀ-ն է թողարկում, գնացել եմ ՇՊՀ եւ դեռ չեմ փոշմանել։ Հուսով եմ չես էլ փոշմանի, որովհետև ինչպես դու արդեն նշեցի, Շիրակի պետական համալսարանը մեր մայր բուհն է։ Ես նույնպես պետք է հպարտությամբ ասեմ, որ ավարտել եմ հենց Շիրակի պետական համալսարանում եւ Լաուրա, կուզեի քեզ մի հարց տալ, այսօր երիտասարդները հատկապես ավագ դպրոցում, քոլեջներում սովորողները հիմա շատ են ասում, որ ինչի ժամանակ տրամադրենք բարձրագույն կրթություն ստանալու, երբ մեր կյանքը այնքան արագ է ընթանում եւ ամեն ինչ այնքան արագ է փոփոխվում, որ մինչև ընտրում ես մեկ մասնագիտություն, ավարտին արդեն ինքը հնանում է։ Արդյոք դու այս գաղափարին համախոհ ես եւ եթե ոչ, օրինակ ինչ խորհուրդ կտաս քեզնից ավելի փոքրներին, արդյոք ընտրել բարձրագույն կրթություն թե ոչ։ Գաղափարին համախոհ եմ, այսպես ասած, որոշ չափով, այն մասով, որ այո, տեխնիկայի այս դարաշրջանում տեխնիկայի զարգացման, շատ փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում, բայց այս հարցում կարծում եմ, որ բարձրագույն կրթությունը խոցելի չէ, այսինքն բարձրագույն կրթությունը չի վերաբերում այն ոլորտներին, որոնք որ կարող են հնանալ։ Բարձրագույն կրթությունը միշտ էլ արդիական է ու կարծում եմ ինձնից փոքրերին խորհուրդ կտամ լավ տրամադրվել համալսարանների նկատմամբ, որովհետև համալսարանը ոչ միայն մեզ տալիս է կոշտ հմտություններ, այլև փափուկ հմտություններ եւս, այսինքն համալսարանում մենք կարող ենք ձեռք բերել հմտություններ, որոնք մեզ պետք են գալիս ամբողջ կյանքի ընթացքում։ Այսինքն համալսարանը միայն գիտելիքների համար չէ, համալսարանը տալիս է նաև մեզ հմտություններ, որոնք որ մեզ ապագայում, մեր կյանքում պետք են գալիս։ Այ օրինակ դու արդեն 3-րդ կուրսում ես, հենց ինքդ քո մեջ ինչ է փոխել ուսանողությունը եւ արդյոք դու ավելի այլ մոտեցումներ ես ցույց տալիս խնդիրներին կամ տարբեր հարցերին, քան մինչեւ ուսանող դառնալը եւ արդյոք հենց սովորելը բարձրագույն հաստատությունում կապ ունի դրա հետ, թե քո կենսափորձից է եկել։ Կարծում եմ համալսարանը շատ կարևոր նշանակություն ունեցավ իմ անձի զարգացման գործում, որովհետև հենց համալսարանում ես ձեռք բերեցի վերլուծական եւ քննադատական մտածողություն, որը կարծում եմ յուրաքանչյուր անձի համար կարևոր է ունենալ այդ վերլուծական կարողությունները եւ համալսարանը նաեւ ինձ դարձրեց ավելի ուժեղ մարդ։ Շատ կարևոր նշում այստեղ արեցիք, իսկ Լաուրա, ինչպիսին դու կգնահատես օրինակ հարաբերությունները բուհում ուսանողների եւ հիմնականում դասախոսների, ինչ հիմքերի վրա են իրենք։
Կարծում եմ այդ յուրաքանչյուր ուսանողի եւ յուրաքանչյուր դասախոսի անձնական առանձնահատկություններով է պայմանավորված։ Ոչ բոլոր ուսանողներն են հարմարվող, կան ուսանողներ, որոնք հարմարվող են որոշ չափով, կան դասախոսներ, որոնք հարմարվող են որոշ չափով, եւ նաեւ ուսանողների պատրաստակամությունից էլ է գալիս։ Օրինակ շատ ուսանողներ բողոքում են շատ դասեր հանձնարարող դասախոսների։ Կարծում եմ սա այն բանն է, երբ բոլոր համալսարաններում է այդպես, որովհետև անկախ ամենից ճիշտ է, մենք ընտրում ենք մասնագիտություն, մենք ենք ընտրում որ փողոք գնալ, բայց բնականաբար պահը գալիս է, երբ սկսում ենք դժգոհել կամ փողոքել, հատկապես հենց նախաքննական շրջանում կամ երբ նյութը շատ է հանձնարարված։ Լարա ջան, իսկ ինչպիսին է ուսանողական առօրյան։ Մի փոքր կներկայացնես ինչ դեր ունի ուսանողը համալսարանում եւ ինչպես է անցնում ուսանողի առօրյան։ Ուսանողի առօրյայի բաղկացուցիչ մասով կարելի ասել հիմնական մասը բնականաբար դասերն են, որոնք տարին տարի վրա ավելի շատանում են, մեզ ավելի բարդ են թվում, բայց կարծում եմ դա էլ մեզ իօգուտ մեզ է, որ մենք ավելի զարգանանք, ավելի շատ գիտելիքներ ձեռք բերենք, բայց դասերից դուրս կա նաև ոչ ֆորմալ մաս, որի համար համալսարանը տալիս է բոլոր հնարավորությունները, օրինակ մենք համալսարանում ունենք լաբորատորիաներ, ունենք ընթերցասրահ, ժամանակակից տեխնիկայով հագեցած, ունենք գրադարան, համալսարանի բակ ունենք, ինչու՞ չէ, այդտեղ եւս մեր ժամանցը շատ հաճելի կազմակերպում ենք, հատկապես տաք օրերին, տաք եղանակներին, եւ համալսարանը այսինքն տալիս է այն հնարավորությունները, որոնք որ մենք կարող ենք չունենալ, օրինակ խոսքը տեխնիկայի մասին է, ու բացի այդ մեր ժամանցը ապահովում է նաեւ ուսանողական խորհուրդը, որի ինչպես ասացի, ես ակտիվ անդամ եմ։ Ուսանողական խորհուրդը ամենատարբեր միջոցառումներով է զբաղվում, բնականաբար ունենք նաև մասնակցայնության խնդիրը, որը կարծում եմ ոչ թե միայն մեր համալսարանի խնդիրն է, այլ հանրապետության մակարդակով ակտիվիզմի ցածր մակարդակ կա։ Այ Լարա, սա ըստ քեզ ինչի հետևանք է, միգուցե շատ զբաղվածության, թե օրինակ կան մտավախություններ, որ չեն հաղթահարի դասերի հետ, զբաղվել նաև այլ հարցերով, օրինակ ներբուհական ինչ-որ խնդիրներով կամ կազմակերպեն տարբեր միջոցառումներ։ Եվ արդյոք փորձել ես դու ինքդ քո դասընկերներին ոգեշնչես, որ իրենք եւս մասնակցեն, որովհետեւ իրականում ուսխորհուրդները բավականին կարևոր դերակատարություն ունեն։ Հա, համաձայն եմ ձեզ հետ, ուսխորհուրդները կարևոր դերակատարություն ունեն առօրյայի կազմակերպման հարցում, բայց խնդիրների մասին, որ դուք մատնանշեցիք, բացի դրանցից դասերի հետ չհասցնելու վախը եւ այլն, կա նաեւ մենթալիտետի խնդիր, շատ ժամանակ տղաների մեջ չկա ցանկություն մասնակցելու, վախենալով բուլինգի զոհ դառնալու հետ կապված, կամ աղջիկները, տանեցիների կարծիքները, շրջապատի կարծիքները շատ ժամանակ հենց այդ կարծիքներն են բացասաբար ազդում ուսանողների վրա, որ իրենք եւս ինչ որ ակտիվություն դրսևորեն։ Բայց վերջին տարիներին, վերջին շրջանում կարծում եմ որոշակի ակտիվ մասսա կա, որը փորձում է բարձրացնել ակտիվիզմի մակարդակը, եւ ես ինքս ներգրավված եմ այդ մասսայից եմ, եւ ես եւս փորձում եմ ինչ որ ձև օգտակար լինել մեր ազգին, ավելի ակտիվ լինել։ Իսկ հիմնականում որպես ակտիվ ուսանող ինչ նախաձեռնությունների մեջ ես դու ներգրավում եւ ինչ եք կազմակերպում բուհի ներսում։ Բուհի ներսում ամենատարբեր միջոցառումներն ենք կազմակերպում, ունենում ենք թե ներսում, թե դրսում միջբուհական կապեր, մասնակցել ենք անցած տարի, օրինակ ուսանողական գարուն մրցույթին հանդես ենք եկել ասմունքով, երգով անգամ, միջոցառումներ ենք տարատեսակ կազմակերպում, ինտելեկտուալ, ժամանցային խաղեր, ունենում ենք նաև արշավներ, քայլարշավ, հեծանվարշավ, վերելքներ, արագած լեռ ենք բարձրացել, Սուրբ Հովհաննես ենք շատ գնում, տարին մի քանի անգամ գնում ենք։ Այսպես նաև համալսարանի ներսում եւս ունենում ենք հանդիպումներ ակնառու դեմքերի հետ, ունեցել ենք հանդիպումներ մերօրյա բանաստեղծների հետ, գրքի շնորհանդեսներ եւ այլն։ Այ ինչքանով է ըստ քեզ այս միջոցառումները ազդում ընդհանուր ուսանողների առօրյայի վրա, արդյոք նաև այս միջոցառումներին մասնակցելով կամ пассив ուսանողները, հա, ովքեր պարզապես ներկա են լինում որպես հանդիսատես։ Այ ըստ քեզ իրենց մեջ փոխվում է ինչ-որ բան,
բան միջոցառումներից հետո լսում ես ցանկություն, որ իրենք էլ կուզենային ներգրավեին կամ լինում են առհասարակ առաջարկություններ ուսանողների կողմից, թե ինչ միջոցառում կազմակերպվի, թե հիմնականում էս էլ չկա։ Չէ, կա, օրինակ ես որպես ուսանող, ես ինքս սկզբում եղել եմ որպես դիտորդ, հետո դիտորդ լինելուց հետո իմ մեջ մոտիվացիա զգացել եմ, որ ես էլ ինձ էլ էս ամեն ինչը հետաքրքրում եւ արդեն հանդես եմ եկել որպես նախաձեռնող, այս պայն էլ նախաձեռնություններ ենք իրականացնում, այս տարվա հետ կապված հետաքրքիր պլաններ ունենք, ես ինքս շատ հետաքրքիր ծրագրեր ունեմ եւ դիտորդների հետ կապված էլ շատ է եղել, որ ինչ որ բան եմ կազմակերպել, հրավիրել եմ կուրսընկերներիս ուղղակի դիտելու ու իրենք հետո կարծիք են արտահայտել, որ իրենք եւս ուզում են մասնակցություն, տեղաշարժ կա միանշանակ։ Էդ էլ երևի կողքից ուղղակի տեսնելն է, թե ինչքան հետաքրքիր է այդ ամեն ինչը, ինչքան է մեզ ոգևորում, ինչքան դրական էմոցիաներ ենք ստանում այդ ամեն ինչից։ Լաուրա, իսկ ով է այսօրվա ուսանողը հանրակումարում։ Ինչ պահանջներ ունի ուսանողը, երբ ընդունվում է բարձրագույն հաստատություն։ Որպես ուսանող ու նաև մի փոքր այսպես կողքից դիտողի դերում, քանի որ դու շատ ես տարբեր ուսանողների մեջ լինում, ինչպես կբնութագրես այսօրվա ուսանողին։ Այսօրվա ուսանողը համալսարան մտնելու ժամանակ ուզում է վերջում դուրս գալ շատ հարուստ գիտելիքներ ունեցող լավ մասնագետ, բայց ոչ միշտ է դրա համար պայքարում, միշտ ցկտում է ստանալ ամեն ինչ, բայց չտալ ոչինչ, կարծում եմ այս դեպքում ոչ միշտ բնականաբար, էս էլ ինդիվիդուալ է բնականաբար, բայց շատ ժամանակ ցկտում ենք ինչ-որ բանի առանց մտածելու, որ մենք եւս պետք է մեր ներդրումն ունենանք մեր մի մասնիկը այսպես ասած տնենք, դրա համար եթե մենք տեսնում ենք հնարավորություններ, եթե համալսարանը ստեղծում է մեզ համար հնարավորություններ, կարծում եմ մենք եւս պետք է տանք այն ինչ որ կարող ենք։ Իսկ կոնկրետ արդեն մի փոքր խոսենք որպես Լաուրան, այսպես ավելի անհատականացված։ Ինչ ես դու պլանավորում ուսումդ ավարտելուց հետո, արդյոք ծրագրում ես սովորել, գնալ մագիստրատուրա եւ արդյոք աշխատելու ես քո ընտրած մասնագիտությամբ ու մի փոքր պատմիր ոնց եղավ, որ հենց կանգնեցիր ընտրած այդ մասնագիտության վրա։ Քո որոշումն էր, թե հուշում էին կողքից։ Չէ, իմ որոշումն է եղել, ասեմ շատ հետաքրքիր պատմություն կա իմ ընդունվելու հետ կապված, ես մինչև ընդունվելս երկար ժամանակ պարապել եմ այլ մասնագիտություններ, այլ գիտություններ, որ ընդունվեմ բժշկական համալսարան, բայց մի քանի ամիս առաջ քննություններից մտափոխվել եմ, մտափոխմանս նպաստել է իմ տատիկը եւս եղել է բանասեր եւ ինձ համար ինքը եղել է մարդու իդեալ, բառ օրինակ, թե ինչպիսին պետք է լինի լավ մարդը եւ դա ինձ ոգևորել է եւս գնալ բանասիրական ուղղությամբ, ուղղակի պատահական որոշում է եղել, պատահական քնիցս արթնացել եմ ու որոշել եմ, որ ես գնալու եմ դառնալու հայոց լեզվի եւ գրականության մասնագետ ու այդպես ընտրել եմ իմ մասնագիտությունը։ Իսկ մագիստրատուրայի հետ կապված, այո, ծրագրում եմ մագիստրատուրա ընդունվել, շարունակել կրթությունս, անգամ ավելի բարձր կրթական ծրագրեր եմ պլանավորում ուսումնասիրել, բայց չեմ կարող ասել հաստատ իմ մասնագիտությամբ կշարունակեմ թե ոչ, կարծում եմ կաշխատեմ ապագայում, հույս ունեմ, հուսով եմ, ես պետք է ինձ վրա վերցնեմ շատ մեծ պատասխանատվություն, քանի որ ես ավարտելու դեպքում ստանալու եմ ուսուցչի որակավորում, կարծում եմ դա շատ մեծ պատասխանատվություն է թե երեխայի ծնողի եւ թե հայրենիքիդ առաջ դաստիարակել ազնիվ զավակներ, հայ ազգի արժանի զավակներ, դրա համար կուզեմ ինձ վրա ես լիարժեք վստահ լինեմ, նոր մտնեմ դպրոց, որ սերունդներ չխեղաթյուրենք։ Շատ կարծում եմ քո մոտ ստացվելու է Լաուրա ջան։ Իսկ Լաուրա, ինչ խորհուրդ կտաս այն ուսանողներին, ովքեր ավարտելուց հետո գնում են աշխատանքի ոչ թե իրենց մասնագիտությամբ, այլ օրինակ գտնում են այլ ուղղություններ։ Եվ արդյոք դու անձամբ որպես Լաուրա կարևորում ես այս փաստը, որ ավարտելուց հետո պետք է շարունակեն աշխատել մասնագիտությամբ, թե օրինակ նորմալ է, երբ դու ընտրում ես մեկ մասնագիտություն, բայց այնուամենայնիվ աշխատանքային ծրագրերումդ լինում են այսպես ասած այլ նպատակներ եւ չես գնում քո այսպես ասենք երազանքիդ հետևից։
Եթե դա ձեր երազանքն է, եթե դա ուսանողի երիտասարդի երազանքն է, ուրեմն պետք է մինչև վերջ պայքարել երազանքի համար, բայց կան դեպքեր, երբ ուսանողները ընդունվում են բաժիններ, որոնցով որ հետագայում չեն պլանավորում զբաղվել, այսինքն ընտրում են երբեմն հարկադրված ծնողների խնդրանքով, ծնողների խորհրդով, ընկերների խորհրդով, այդ դեպքերում, տվյալ դեպքերում կարծում եմ մեղադրելու չէ, եթե դու չես սիրում այդ ամեն ինչը, պետք չէ մնալ այնտեղ, որտեղ որ քեզ հաճելի չէ։ Իսկ եթե դուք սիրում եք այդ ամեն ինչը, եթե զբաղվել ուզում եք այդ ամեն ինչով, ուրեմն պետք է մինչև վերջ պայքարել։ Այդ խնդիրը միանշանակ ավարտելուց հետո աշխատանք համապատասխան աշխատանք չունենալը, բայց անհաղթահարելի ոչինչ չկա ու պետք է գնալ երազանքի հետևից, ինչ ուզում է լինի, հաղթահարել ամեն խոչընդոտ եւ հասնել այն արդյունքին, որի մասին երազում եք։ Շատ լավ, եւ Լաուրա, իմ հաջորդ հարցը այսպիսին է. լինելով ակտիվ ուսանող, արդյոք կան նախաձեռնություններ, որոնք դու կուզենայիր իրականացնել ոչ թե բուհի ներսում, այլ օրինակ քաղաքի համար։ Եվ երբևիցե օրինակ մտածել ես, որ կարելի է համախմբվել ուսանողներով եւ անել իրոք նախաձեռնություններ, որոնք որ նաեւ կլինեն կրթական, կլինեն մոտիվացնող այն մարդկանց համար, ովքեր դեռևս մտածում են գնալ բարձրագույն կրթություն ստանալ, թե ոչ։ Կարծում եմ հետաքրքիր նախաձեռնություն կլինի, որի մասին ես էլի եմ մտածել, Շիրակի մարզի երիտասարդական խորհուրդ ստեղծել, երիտասարդական կամ ուսանողական խորհուրդ ամբողջ մարզի կտրվածքով ու դրա մեջ կարող են ներգրավված լինել բոլոր բուհերի ուսանողները, ուսանողական խորհուրդները ու կարծում եմ որոշակի գործունեություն ծավալելուց, ինչ որ ակտիվ գործողություններից կարելի է մշակութային ինչ որ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել ու նման ձև ոգևորել, ոգեշնչել մարզի երիտասարդներին, ավարտականներին, դեռահասներին, ոգեշնչել բուհեր ընդունվելու համար։ Լաուրա, շատ է հիմա այն կարծիքը, որ մարզային հաստատություններում ուսանողները ավելի կաշկանդված են ինչ-ինչ պայմաններով եւ որ այստեղ ուսանողները մարզերում հիմնականում չունեն այդքան հնարավորություններ, որպեսզի եւ իրենց ուսանողական առօրյան լինի շատ ակտիվ ու բազմապովանդակ ու նաև չունեն այնքան հնարավորություններ, որպեսզի մեծամասշտաբ ինչ որ միջոցառումներ կազմակերպեն։ Այս կարծիքի հետ դու համամիտ ես։ Այդ կարծիքի հետ ես համամիտ չեմ, որովհետև ցանկության դեպքում յուրաքանչյուրն էլ կարող է մասնակցել, թե մասնակցել եւ թե կազմակերպել մեծամասշտաբ միջոցառումներ, կարող է ակտիվ ներգրավել կրթական ծրագրերում, այդ ամեն հնարավորությունը կա եւ ես ինքս մասնակցում եմ ամենատարբեր ծրագրերի, կաշկանդվածություն ի սկզբանե եղել է, որը պայմանավորված է իմ անձնական առանձնահատկություններով, իմ բնավորությունով, բայց հնարավորությունները շատ են, պետք է ուղղակի գտնել, փնտրել ու ունենալ ցանկություն։ Իսկ ինչն է քեզ ամենաշատը դուր գալիս ուսանողական կյանքի, ուսանողական առօրյայի մեջ եւ կան արդյոք արդեն քո մեջ այսպես շատ շեշտադրված պահեր, որոնք շատ վառ հիշում ես հենց ուսանողական քո կյանքից։ Հա, շատ շեշտադրված պահեր կան, որոնք ընկերական շրջապատում են հիմնականում տեղի ունենում, իհարկե ինչ-որ էքսկուրսիաներ, միջոցառումներ, որոնք շատ արկածային ու հետաքրքիր են միշտ անցնում, իսկ շեշտադրված են նաև դասերի ընթացքները, շատ ժամանակ դասախոսները մեզ տալիս են խորհուրդներ, որոնք մեր կյանքի մեջ մեզ համար շատ կարևոր ազդեցություն են ունենում։ Այդ եւս, դասերի հետ կապված եւս։ Լաուրա ջան, ինչ դեր ունեն ուսանողները համալսարաններում։ Համալսարանում ուսանողի դերը նախ եւ առաջ կրթվելն է իհարկե ամենակարևորը։ Դրա մասին խոսեցի, որ համալսարանը տալիս է բոլոր այդ հնարավորությունները, ամեն բանով հագեցած է, բացի այդ ուսանողը նաև համալսարանի շարժիչ ուժն է։ Եթե չկա ուսանող, չկա նաև համալսարան։ Համալսարանի կարևոր որոշումների գործում ուսանողները եւս ներգրավված են, այսինքն ուսանողները միայն չեն սահմանափակվում համալսարան գնալով եւ կրթվելով, նրանք կարևորագույն որոշումների մեջ իրենց ներդրումն են ունենում, գիտական կառավարման մարմիններում ուսանողները հանդես են գալիս, գիտական խորհուրդներում, հոգաբարձուների խորհուրդներում, ես ինքս գիտական խորհրդի անդամ եմ, ֆակուլտետային խորհուրդներում եւս ուսանողները ներգրավված են։
Մի փոքր կմանրամասնես, այ ինչ են անում ուսանողները այստեղ եւ օրինակ ըստ քեզ ինչ կարող էին անել, որ չեն անում դեռևս եւ օրինակ ինչ կանես դու անձամբ, որպեսզի մի փոքր ավելի այսպես ասենք, ավելի ակտիվացնես։ Եվ եթե դժվար չէ, օրինակ գիտական խորհրդում ինչ են անում։ Գիտական խորհրդում նիստերի ժամանակ մենք կատարում ենք տարբեր որոշումների ընդունումներ կամ մերժումներ, քննարկում ենք։ Իսկ ովքեր են բերում այս որոշումները, ո՞նց են իրենք դառնում որոշումներ կամ ովքեր են նախաձեռնությամբ հանդես գալիս եւ ինչ հարցեր են օրինակ քննարկվում, որ որոշում է գիտխորհուրդը կամ ֆակուլտետային խորհուրդը մերժել կամ ընդունել։ Տեսեք, որոշումներ քննարկում են ռեկտորատում, այսինքն կառավարման մարմինները քննարկում են եւ տվյալ հարցերը դրվում են քննարկման գիտական խորհրդում կամ հոգաբարձուների խորհրդում։ Օրինակ գիտական խորհրդում մենք վերջերս ունեցանք ընտրություններ, ընտրել ենք ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, այսինքն նման կարևորագույն որոշումները եւս որոշումներում եւս ուսանողները ներգրավված են։ Իսկ Լաուրա, ինչ ես կարծում, իրենք գիտակցում են ուսանողները, որ շատ կարևոր է լինել ակտիվ հենց այս հատվածում, որովհետև այո, նաև ամբիոնների վարիչներ, դեկաններ իրենք կարևորագույն տեղ են զբաղեցնում համալսարանի կյանքում։ Եվ օրինակ այս հատվածում դու նկատում ես ուսանողների ակտիվությունը։ Ակտիվությունը նկատում եմ իհարկե հայեցակարգերը, որոնք ներկայացվել են հենց այդ գիտական խորհրդի ընտրությունների ժամանակ, մենք յուրաքանչյուրս ուսումնասիրել ենք, մեզ համար հետևություններ ենք արել, նիստերի ժամանակ տվել ենք մեզ հետաքրքրող հարցերը եւ կատարել ենք մեր արդար ընտրությունը, որի իրավունքը որ մենք ունենք։ Իսկ արդյոք ուսանողները բարձրաձայնում են իրենց հարցերը կամ եթե օրինակ ունեն ինչ-որ խնդիրներ կապված ուսումնական գործընթացի հետ, կապված առարկաների հետ, արդյոք իրենք նաև այստեղ եւս բարձրաձայնում են իրենց խնդիրները եւ լսելի են արդյոք ուսանողները։ Միանշանակ լսելի են, կարծում եմ այո, որովհետև մենք ունենում ենք նախ կարիքների վերհանման հանդիպումներ, որի ժամանակ ուսանողները տալիս են իրենց հուզող հարցերը, իրենց անհանգստացնող հարցերը, առաջարկներով են հանդես գալիս։ Բացի այդ, եթե կաշկանդվածություն կա, մենք ունենք համալսարանում բողոքների եւ առաջարկությունների արկղ, որում ուսանողները կարող են թողնել իրենց բողոքը։ Բացի այդ, դրանով զբաղվում է նաեւ ուսանողական խորհուրդը, այսինքն ուսանողական խորհուրդը միայն ժամանցի կազմակերպման համար չէ, այն աշխատում է երկու ուղղությամբ եւ առաջինն ու կարեւորագույնը, կարելի ասել հիմնականը, դա ուսանողների շահերի եւ իրավունքների պաշտպանությունն է։ Տվյալ դեպքում, եթե ուսանողը բախվում է որևէ խնդրի հետ, որի դեպքում կարծում է ոտնահարվել են իր իրավունքները, կարող է դիմել ազատորեն ուսանողական խորհուրդ եւ այդ խնդիրը հաստատ կլուծվի իշահ ուսանողի, եթե իրոք կա ոտնահարում։ Շատ լավ։ Եվ Լաուրա, ուզում եմ քեզ այսպիսի մի հարց տալ, ամենակարևոր նախաձեռնությունները, որոնք ուսխորհուրդը իրականացրել է նախորդ ուսումնական տարում եւ մի փոքր այսպես ասենք կպատմես, թե ինչ միջոցառումներ են տեղի ունենալու առաջիկայում բուհում։ Անցած տարի նախաձեռնություններ շատ ենք ունեցել, ուսանողական շաբաթներ ենք ունեցել, որոնց ժամանակ ունեցել ենք ինտելեկտուալ շատ խաղեր, ինչ որտեղ երբ, թույլ օղակ, կասկածելի երեկո ես եմ կազմակերպել, ունեցել ենք կինոդիտումներ, նաև սպորտային միջոցառումների մասին սկզբում խոսեցի։ Իսկ այս տարվա ծրագրերը նպատակ ունենք վերելք նորից իրականացնել Արագածլեր, նաև շատ միջոցառումներ կան, որ պլանավորում ենք, բանավեճեր ենք կազմակերպելու, որի հետ կապված արդեն մշակումներ կան, ես ինքս զբաղվում եմ տվյալ աշխատանքներով, մնացածի մասին չեմ խոսի, թող մնա անակնկալ մեր ուսանողների համար։ Լավ, հուսով ենք այդ անակնկալները ստացվելու են եւ Լաուրա, դու բավականին ակտիվ ուսանող ես, այ ինչպես է քո մոտ ստացվում համադրել ակտիվ ուսանող լինելը եւ նաեւ միաժամանակ սովորելը եւ արդյոք դա ստացվում է քո մոտ։ Իհարկե ստացվում է, որովհետև շատ բնականաբար այդ հարցը շատ է հնչում, ինչպես ես ամեն ինչ հասցնում, ինչպես ես կարողանում ամենտեղ լինել։ Ամենակարևորը ժամանակը ճիշտ պլանավորելն է ու ինձ օգնում է այդ հարցում գրելը ամեն ինչ։ Գրելը շատ կարևոր է, երբ որ դու ժամ, րոպե գիտես դու ուր ես գնալու, ինչով ես զբաղվելու, այս դեպքում ավելի հեշտանում է գործդ ու
այս պարագայում ամեն ինչ կարող ես հասցնել, եթե կա ցանկություն։ Եթե կա ցանկություն, որը ամենակարևոր շարժիչ ուժն է։ Լաուրա, եւ իմ վերջին հարցը քեզ այսպիսին է. ինչպես գտնել մոտիվացիա կրթվելու, ինքնազարգանալու համար։ Կրթվելու համար մոտիվացիան նախ եւ առաջ զգացողություններից է գալիս ներքին ինձ մոտ անձամբ, երբ որ ես ինչ որ տեղ եմ եւ ես հասկանում եմ ինչից են մարդիկ խոսում, եթե ինչ որ գիտություն է քննարկվում եւ ես հասկանում եմ այդ ամենը, կարող եմ ակտիվորեն մասնակցել, դա ինձ մոտիվացնում է ավելի շատ սովորել։ Ինչքան սովորում ենք, այնքան տեսնում ենք, որ ավելի շատ ունենք սովորելու եւ հենց սա էլ իմ գլխավոր մոտիվացիան է սովորելու։ Շնորհակալություն, Լաուրա, կարծում եմ բավականին հետաքրքիր զրույց ստացվեց, իսկ ես հիշեցնեմ մեր հետևորդներին եւ հեռուստադիտողներին, որ Ցայք հեռուստաընկերության եթերում կրթությունն այսօր ոդքասթի հերթական թողարկումն էր, կհանդիպենք մեկ շաբաթ անց։